Շարունակենք ուսումնասիրել հատվածը եւ առաջին 4 համարներում մենք տեսանք Տերը ծառայության համար տվեց անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այսինքն դա ենթադրում էր եւ գործընկերներ, եւ բնակության վայր, եւ նյութական ամեն բան, ինչ որ պետք է հանուն ծառայության։ Այսինքն առաջին մասից եթե ոչինչ չհիշեք, հիշեք հետեւյալը. պետք է ամեն բան ծառայի ավետարանի տարածմանը։ Երկրորդ մասում մենք տեսնում ենք Տերը ինչպես է քաջալերում Պողոս առաքյալին, քաջալերում է տալով նաև հոգևոր առաջընթաց։ Ոչ միայն նյութական կարողություններ ծառայությունը շարունակելու համար, այլ նաև նյութական ներողություն, հոգևոր պտուղներ ծառայության համար։ Սլայդը եթե կարող ենք փոխենք, մի հատ էլ, տեսեք, սա արդեն պտուղներ ծառայության համար, նա գործակիցներ էր ծառայության համար, սա պտուղները ծառայության համար, քանի որ անցած մասում տեսանք առաջին միջոցը, քաջալերության, որը ծառայության համար անհրաժեշտ միջոցներն էին, այս մասում կտեսնենք քաջալերության երկրորդ կերպը, ինչպես է Տերը քաջալերում շարունակելու ծառայությունը։ Երկրորդ միջոցը, որով որ Տերը տալիս է առաջընթաց ծառայությանը, խնդրում եմ փոխենք, ես ասեմ, որտեղ կանգ առնենք։ Գլխավոր միտքը հիշենք եւ անցնենք առաջ։ Գլխավոր միտքը հատվածի հետևյալն էր, որ Տերը քաջալերում էր իր ծառաներին, որպեսզի նրանք դադար չառնեին, շարունակեին, որովհետև նրանց քարոզչության միջոցով պետք է մարդիկ լսեին ավետարանը եւ փրկվեին։ Այսինքն ամեն բան ծառայում է այս վեհ նպատակին, որպեսզի քարոզվի ավետարանը եւ մնացած բոլոր միջոցները ստորադասվում են այս մեծագույն եւ բարձրագույն արժեքին։ Եվ Տերն էլ հովանավորում է դա, որովհետև դա իր նպատակն է այս երկրի վրա։ Դրա համար հանուն այդ նպատակի Տերը այստեղ տալիս է եւս մեկ քաջալերություն, որը առաջընթացն է ծառայությանը։ Ոչ միայն միջոցներ, այլ նաեւ առաջընթաց։ Խնդրում եմ փոխենք մեկ հատ էլ, շատ լավ։ Եվ 5-ից 8-րդ համարներում տեսնում ենք 3 միջոց, թե ինչպես է Տերը առաջընթաց տալիս ծառայությանը։ Պողոսի կողմից եթե հարցին նայեք, եթե միայն նյութական բաները Աստված տար, որ նախապատրաստվեին ծառայությանը, բայց հոգևոր պտուղ չլիներ, պետք է մտածեր ինչ խնդիր կա։ Ճիշտ է, այդպիսի դեպքեր են լինում, երբ ավետարանչությունը ավարտվում է մերժումներով, եւ դրա համար Պողոս առաքյալը լավ գիտի, որ ավետարանչության հաջողությունը կախված չէ այոների քանակից, այլ իր պատասխանատվության կատարումից։ Բայց Տերը այստեղ տալիս է նաև պտուղ, հոգևոր պտուղ, առաջընթաց, եւ հատվածը վերհիշելու համար միայն 5-ից 8, առաջարկում եմ ընթերցենք եւս մեկ անգամ եւ սկսենք ուսումնասիրել այս 3 միջոցները, որոնք որ հոգևոր պտուղ են ծառայության համար։ Խնդրում եմ որպես հարգանքի նշան ոտքի կանգնենք, Տիրոջ խոսքը ընթերցենք, որից հետո նստենք եւ շարունակենք։ Ուրեմն հիշում եք հատվածը, որտեղ կանգ առավ Պողոս առաքյալը աշխատում էր եւ քարոզում էր եւ 5-ից շարունակում է։ Եվ երբ Շիղան եւ Տիմոթեոսը եկան Մակեդոնիայից, Պողոսը հոգով մղված վկայում էր հրեաներին, թե Հիսուսն է Քրիստոսը։ Եվ երբ նրանք հակառակվում էին եւ հայհոյում, նա թափ տվեց հագուստները եւ նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը, ես անպարտ եմ, այսուհետև հեթանոսներին պիտի գնամ»։ Եվ այնտեղից գնաց մտավ մեկի տունը, որի անունը Հուստոս էր, մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ Իսկ Կրիսպոսը, ժողովարանի գլխավոր ղեկավարը, Տիրոջը հավատաց իր ամբողջ ընտանիքով, եւ կորինթացիներից շատերն էլ լսելով հավատացին եւ մկրտեցին։ Ամեն։ Խնդրեմ, կարող եք նստել։ Այսպիսով, ինչպես է Տերը քաջալերում ծառայությունը շարունակելու համար, երկրորդ տալիս է առաջընթաց ծառայությանը, որ տեսնում ենք 5-ից 8-րդ համարներում, եւ ինչպես ասացի, 5-ից 8-րդ համարներում կտեսնենք 3 միջոց, թե ինչպես է Տերը առաջընթաց տալիս ծառայությանը։ Ուրեմն ինչ կերպով է Տերը առաջընթացն ապահովում։ Դա մեխանիկական գործընթաց չէ, դա կոնկրետ աշխատանք է, որ Տերը տանում է, որ մարդկանց ծառայությունը հաջողի, հոգևոր պտուղներ ունենան։ Եվ ինչ կերպերով է նա առաջընթաց տալիս, այստեղ տեսնում ենք 3 կերպ։ Ուրեմն երեցների նվիրվածությամբ 5-րդ համար, ծառայության ուղղության փոփոխություններով 6-ից 7-րդ համարները եւ նորադարձներով 8-րդ համարը։ Նայեք 5-րդ համարին։
Երբ Շիղան ու Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը տրվեց քարոզին, հրեաներին վկայելով, որ Հիսուսն է Քրիստոսը։ Տերը հոգած անհրաժեշտ միջոցները Պողոսին տալով հրաշալի գործակիցներ, բնակության վայր, աշխատանք, սա մեծ քաջալերություն էր, եւ հիմա Տերը տալիս է նաեւ նվիրվածություն ծառայության, որովհետեւ նա կարողանա ամբողջ ժամանակով տրվել ծառայությանը։ Նայեք համարին, որտեղ Ղուկասը գրում է, թե ինչ եղավ, երբ Շիղան եւ Տիմոթեոսը եկան Կորինթոս։ Երբ Շիղան ու Տիմոթեոսը եկան Մակեդոնիա, Պողոսը տրվեց քարոզին։ Տրվեց։ Այստեղ նկարագրվում է Պողոսի նվիրվածությունը եւ դրա տարբեր կողմերը։ Տրվեց բառը հունարեն սյունեխո բառն է, որի իմաստը հետեւյալն է. նվիրվել, զբաղված լինել, կլանված լինել ինչ-որ բանով։ Այն գրված է կրավորական սեռով, ես դες քերականությամբ չեմ ծանրաբեռնում, բայց սա կարևոր է, կհասկանանք հիմա ինչու։ Գրված է կրավորական սեռով, որը նշանակում է, որ նա ազդված էր ինչ-որ մի բանից։ Այսինքն այդ նվիրվածությունը ինչ-որ մի բանից դրդված էր իր վրա։ Ստացվում է, որ Պողոսն իրեն ամբողջությամբ նվիրել է քարոզչությանը։ Նա կլանված էր ամբողջությամբ իր ծառայությամբ եւ մեր առօրյա խոսակցականով, եթե ասենք, նրա ուշքն ու միտքը քարոզելն էր։ Հետաքրքիր է նաեւ այս բառի ժամանակաձևի նշանակությունը։ Իմպերֆեկտով է հունարենը, ովքեր որ ուսումնասիրում են, իմպերֆեկտ ժամանակաձևը նշանակում է մի գործողություն, որ շարունակ կրկնվում է։ Այսինքն սա նշանակում է, որ Պողոսի տրվելը քարոզչությանը դա մեկ անգամյա գործողություն չէր։ Իր առօրյան էր, իր կենցաղն էր։ Նա շարունակ այս գործընթացի մեջ էր։ Նա իրեն շարունակ նվիրում էր քարոզչությանը։ Սա կամային եւ գիտակցված որոշում է, քանի որ մինչ Շիղայի եւ Տիմոթեոսի գալը նա դա չէր անում։ Նա համատեղում էր ծառայությունը աշխատանքի հետ, բայց երբ կա հնարավորություն, նա տրվում է ամբողջությամբ քարոզին։ Ինչ եք կարծում, ինչու հենց այդ ժամանակ Պողոսը կարողացավ ամբողջությամբ նվիրվել ծառայությանը։ Շիղան ու Տիմոթեոսը գալով իրենց հետ գումարներ են բերել։ Եվ եթե դուք ասեք, որտեղից գիտենք, որ ֆինանս է բերել, դա չի ասում այստեղ Ղուկասը, Պողոսը դրա մասին գրում է 2-րդ Կորինթացից 11:9։ Տեսեք ինչ է ասում է, եւ երբ ձեզ մոտ էի, Կորինթացիներին է գրում, նույնիսկ կարիքի մեջ լինելով, ձեզնից որևէ մեկին բեր չեղավ, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին։ Ամեն կերպ առանց ձեզ վրա բեր լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այս եղբայրները Մակեդոնիայից որ եկան, իրենք եկան նաև նյութական նվերներով, որպեսզի իրենք նվիրվեն ծառայությանը նյութական իմաստով, որ Պողոսը ազատվի այդ բեռից, որ կարողանա ամբողջ ժամանակով տրվել։ Չէ՞ որ ավետարանչության մեջ կամ ծառայության առաջընթացի մեջ չի կարող երեցը նվիրված չլինել եւ դա տանի առաջընթացի։ Դրա համար եկեղեցին պետք է հստակ կարողանա հասկանալ, որ ինքը երբ օգնում է, երեցին ազատում է այն բեռից, որը խլում է իր ժամանակը քարոզչությանը տրամադրելուն։ Փիլիպպեն Եվրոպայի առաջին եկեղեցին էր, որտեղ դարձի եկավ Լիդիան, հիշում եք, տիրանավաճառ մի կին։ Այս հրաշալի եղբայրների Կորինթոս գալը հնարավորություն տվեց Պողոսին ունենալ ազատ ժամանակ ավելի շատ։ Եթե նախորդ համարում Պողոսը քարոզում էր միայն շաբաթ օրերին, հիշում եք, գրված էր շաբաթ օրերին նա քարոզում էր ժողովարանում։ Հիմա նա ոչ միայն ներողություն շաբաթ օրերին ամբողջ ժամանակով կարողանում է տրվել։ Սա ոչ միայն ժամանակային նվիրում է, այլ էմոցիոնալ, մտային եւ ֆիզիկական նվիրում, ամբողջական նվիրում։ Մեթյուերին գրում է սրա մասին, ասում է, ինչ ուրախություն պետք է որ լիներ Պողոսի համար տեսնել իր եղբայրներին եւ լսել նրանցից Մակեդոնիայի քրիստոնյաների հաստատակամության մասին բարի լուրերը։ Եղբայրները Մակեդոնիայի ժողովրդի եկեղեցու մասին էին լուրեր բերել։ Բոլորը համաձայն են, որ Պողոսը մեծ քրիստոնյա էր եւ մեծ միսիոներ ավետարանիչ, բայց որքան շատ բան կարող էր Պողոսը անել, գրում է նա։ Միայնակ Ակյուղասի եւ Պրիսկիղայի, Շիղայի եւ Տիմոթեոսի նման եղբայրները, ինչպես նաեւ Մակեդոնիայի առատաձեռն հավատացյալները
հնարավորություն տվեցին Պողոսին, որ կարծես առաջին գծում լինի Պողոս առաքյալը Կորինթոսում։ Որովհետև այդ մարդկանց, այդ փիլիսոփայական աշխարհի ուղեղներին սխալ չհասկանաք միտքս, Պողոսի նման պատրաստված մեկը պետք է պատասխաներ այդ հարցերին։ Այդ դիալոգումայի մեջ, որ մտնում էր նա հարց ու պատասխան, ամեն մի քրիստոնյա գուցե չկարողանար պատասխանել այդ հարցերին։ Հիշում եք Ստեփանոսը գրված է սարկավագեր, բայց ողջ Սինեդրիոնը գրված է չկարողացավ ընդդիմանալ այն հոգուն, որ նրա մեջ էր, որտեղ 5 տակարանը հրաշալի իմանալով քարոզում էր նրանց։ Պողոսի վկայությունը շատ հանդիսավոր է այստեղ, քանի որ բառը գրված բառը ցույց է տալիս, որ նա հանդիսավոր կերպով քարոզում է, վկայում է Հիսուսի մասին։ Նա չափազանց խորը նվիրմամբ քարոզում էր Կորինթոսում։ Ես Սփերջոնը սրա մասին տեսեք ինչ ասում։ Ասում է նվիրվածության մասին քարոզչի։ Եթե կարող ես ապրել առանց քարոզելու, քարոզչի մասին է գրում, գնա եւ արա դա։ Բայց եթե չես կարող, եթե Աստծո կոչը քո մեջ այրվում է, ապա դու պարտավոր ես քարոզել։ Շարունակում է նա, եթե որևէ մեկը կարող է լինել ինչ-որ ուրիշ բան քարոզելուց բացի, թող լինի։ Բայց եթե նա չի կարող չքարոզել, ապա նա կոչված է քարոզչության։ Սփերջոնի հիմնական գաղափարը այստեղ այն է, որ քարոզչությունը պարզապես մասնագիտություն չէ, այլ ներքին անխուսափելի կոչում։ Եթե մարդը կարող է հանգիստ ուրիշ գործով զբաղվել, իր ներսը չի այրվում, պատասխանատվություն չի զգում քարոզելու, ամեն հավանականությամբ Տերը այդ գործին չի կանչել իրեն։ Դա ստիպմամբ չի լինում։ Դա ներքին մի կանչ է, կոչ է, անդիմադրելի, ինչպես առաքյալները կասեին, մենք չենք կարող չխոսել այն, ինչ որ տեսանք եւ լսեցինք։ Պողոսը խորությամբ գիտակցում է իր պատասխանատվությունը ավետարանը քարոզելու հարցում։ Գիտեք, Պողոսի պատասխանատվության մակարդակը ինչպես է երևում Սուրբ գրքում։ Հռոմեացիս 1:14-ում տեսեք ինչ է գրում Պողոսը, նույնիսկ անգիր գիտեք գրում, ասում է ես պարտական եմ հույներին ու բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին։ Տեսնում եք ինչ բառ է օգտագործում, պարտական։ Պարտք բառն է։ Պարտք երկու իմաստով կարելի է հասկանալ, երբ մեկից ինչ-որ բան ես վերցրել եւ պետք է իրեն հետ վերադարձնես, եւ երբ մեկից ինչ-որ բան ես վերցրել, երրորդ մարդուն պետք է փոխանցես։ Այստեղ երկրորդ իմաստով է Պողոսը գործածում։ Նա ընդունել էր ավետարանը Քրիստոսից եւ իր խորը պարտքն է համարում այն փոխանցելու եւ բոլորին։ Տեսեք, ասում է եւ հրեաների, եւ հույների, եւ բարբարոսների, բոլորին։ Այսինքն ես զգում եմ, գիտակցում եմ ներքին պարտք ավետարանը փոխանցելու համար։ Միթե մենք մեզ պարտական չենք զգում, երբ տալիս են մեզ ինչ-որ մի բան, որ ուրիշին փոխանցենք։ Եթե այո, հարց է առաջանում, ստացել եք ավետարանը։ Ես եւ դուք ստացել ենք։ Ինչ եք կարծում, այդ պատասխանատվությունից մաս չենք կրում այն փոխանցելու համար ուրիշներին։ Դրա համար, որպեսզի մարդիկ չմտածեն, որ Պողոսը պարտքի զգացումով է անում, ինքը չի ուզում դա անի, անմիջապես հաջորդ համարում տեսեք ինչ է գրում։ Ուստի հոժար եմ ձեզ էլ որ հռոմում եք իմ կարողության չափով ավետարանելու։ Հոժարությունը եւ պարտքը իրար կողք է դնում, որպեսզի մարդիկ չկարծեն, որ Աստված ճիպոտով իրեն ավետարանը տարածել է տալիս։ Ինքը ուզում է դա նաեւ անել, հա։ Առաջին Կորինթացիս 9:16-ում գրում է, որովհետեւ եթե ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որ դա ինձ վրա դրված պարտավորություն է։ Եվ վայ ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Պողոսն ասում է, որ ավետարանը քարոզելը ինքը քարոզելով չի կարող պարծենալ, քանի որ դա իր պարտավորությունն է։ Եվ հաջորդ համարում 17-ում տեսեք ինչ ասում. եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ։ Իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն։ Այսինքն երկու դեպքում էլ ես դա պետք է անեմ։ Պարզապես մի դեպքում եթե կամովի անեմ, վարձ կստանամ, եթե ոչ, դա պարտականություն է։ Եվ ես պետք է անեմ։ Սա Պողոսի պարտականությունն է, որը Տերն էր տվել նրան հենց գործ կառաքելոցում։ Կհիշեք 9:15-ում Տերը նրան ասում է Անանիային, երբ պետք է ուղարկի Պողոսի մոտ, որ նա նոր դարձի էր գալիս աղոթում էր, ասում է գնա, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է հեթանոս ազգերին, թագավորներին, Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու։ Այսպեսով Պողոսը ընդունել էր Տիրոջից իրեն վստահված պատասխանատվությունը, նա
գիտակցորեն ամեն օր քարոզում էր ավետարանը։ Պողոսը եղբայրների գալով ամբողջությամբ կենտրոնանում է քարոզչության վրա։ Մինչև գործակիցների գալը Պողոսը ստիպված էր վրանագործությամբ զբաղվել, դուք արդեն դա գիտեք, բայց հիմա այլևս իր ձեռքերն ու ոտքերը ազատ են։ 24 ժամ նա կարող է ծառայել։ Սա ցույց է տալիս, որ Աստծո տված նախորդ քաջալերանքը գործակիցները, ուշադիր լսեք, խնդրում եմ, նպատակ ունի քարոզիչներին ազատելու առօրյա աշխատանքից, որովհետեւ նրանք ավելի շատ ժամանակ ունենան ծառայության համար։ Գիտեք, սա շատ կարևոր նպատակ է տրված լինել քարոզին։ Եվ հենց սա պահպանելու համար Գործք 6-րդ գլխում ընտրվում են սարկավակներ։ Հիշում եք ինչու են սարկավակներ ընտրվում։ Գործք 6-րդ գլուխ 2-րդ համար արդ 12 առաքյալները հավաքեցին աշակերտներին ու ասացին. մեզ վայել չէ, վայելը ճիշտ թարգմանություն, հարմար թարգմանություն չէ, հայերենում կարելի է իմաստային ասել իմաստուն չէ, ավելի իմաստուն չէ, որ մենք Աստծո խոսքի քարոզությունը թողենք, սեղանները սպասարկենք, ավելի արդյունավետ չէ դա։ Այսինքն նրանք հասկանում են, որ ավելի առաջնահերթ բան կա անելու։ Ոչ թե սեղան սպասարկելը դա վատ գործ է, ոչ, բայց քարոզչությանը դա չի փոխարինում։ Եվ ասում են իմաստուն ենք վարվում, ուրեմն մենք ընտրում ենք մարդիկ, ովքեր կզբաղվեն դրանով, շատ լսեք, որպեսզի մենք ազատվենք, որ կարողանանք տրվել խոսքին, քարոզչությանը եւ աղոթքին։ Տեսնում եք, երբ Աստծո դրած կարգերը եկեղեցում գործում են, ամեն մեկն իր գործն է անում, որքան ներդաշնակ է ծառայությունը առաջ գնում։ Երբ Քրիստոսի մարմնի ամեն անդամ գործում է իր տեղում, ավետարանի գործը գնում է առաջ։ Մեծ օրհնություն է լինում բոլորին, բազմակողմանի, ամեն մեկին իր դերի եւ պատասխանատվության մեջ։ Բոլոր անդամները ծառայում են։ Ես այսօր լսեցի Էդգար եղբայրն ասաց, որ թվային տրամաբանություն չեմ հիշում, բայց մեծ մասը անդամների, ծառայության մեջ են։ Դա հրաշալի է։ Ավելին ասեմ, չեմ հիշում մեկնաբաններով ասել էր եկեղեցում պետք է չլինի մեկը, ով չծառայի։ Բոլորս պետք է ձգտենք հասնել նրան, որ մենք ինչ որ մի ձևով այս մարմնի ընթացքին նպաստենք։ Այդտեղ չկա մեծ ու փոքր, բարձր, ցածր, կարևոր, անկարևոր։ Ինչպես մարմինը իր բոլոր անդամներով, եղուն գտխորը կտրես ամբողջ մարմինը կցավի։ Այսինքն բոլորը պետք է ինչ որ մի բան անեն, որպեսզի օրգանիզմը, մարմինը կարողանա իր կենսունակությունը պահել եւ առաջ գնալ։ Տեսնում եք ինչ ճշգրտությամբ է աշխատում Քրիստոսի մարմինը, երբ բոլոր իրենց գործն են կատարում։ Եվ Պողոս առաքյալը տեսնում ենք այստեղ, որ թե որքան ժամանակով է ծառայության մեջ, տեսեք։ Տրված ենք միայն աշխատանքին մենք, թե Պողոսի նման կարողանում ենք ազատ ժամանակը ամբողջությամբ նվիրել ծառայությանը։ Գիտեք, մեղք չէ քարոզել համատեղելով աշխատանքն ու ծառայությունը, բայց եթե կա համայնք, կա մարդիկ, ովքեր աշխատում են, նրանք պետք է իրենց կարողությունից առատորեն նվիրաբերեն, որ հիմնական քարոզիչները կարողանան ազատվել կենցաղային հոգսերից եւ տրվել քարոզչությանը։ Ձեզ երկար չեմ ուզում պատմել մեր եկեղեցու մասին, բայց ասեմ, որ մեր եկեղեցին դեռևս փոքր է, քանակի մասին չեմ խոսում, տարիքի 5 տարեկան է, բայց 5 տարվա ընթացքում ինչ որ Սուրբ Գիրքն ասում էր, փորձում էինք ուսուցանել, փոխանցել, որպեսզի եկեղեցին հասներ մի վիճակի, որ իրենց ինքնական հոժար նվիրատվություններով հասկանալով անհրաժեշտությունը, որ պետք է մի քանիսը տրվեն ամբողջությամբ քարոզչությանը, նպաստային, որ մի քանի քարոզիչ եղբայրներ կարողանային ազատվել կենցաղային հոգսերից։ Եվ ինչն է հետաքրքիր, որքան էլ դա վախենալու փաստ էր, հովիվները դա ավելի լավ կփաստեն, դա հեշտ չէ, որովհետև միշտ մարդիկ կարող են լինել, ասել նորից փող վերցնելու կարծես ավելի հնարամիտ տարբերակ է, բայց ոչ, Սուրբ Գիրքը սովորեցնում է, Տիրոջ եկեղեցում այսպես պետք է լինի։ Եվ մենք սկսեցինք քարոզել եւ ուսուցանել։ Ինձ համար շատ զարմանալի էր, եւ մեզ համար շատ զարմանալի էր, բայց այդ փոքրիկ համայնքը կարողացավ այնքան եւ կանոնավոր կերպով մինչեւ այսօր նվիրատվություններ անել, հասկանալով այս անհրաժեշտությունը, որ մի քանի եղբայրներ, այդ թվում նաեւ ես, կարողացանք ազատվել մեր առօրյա կենցաղային հոգսերից։ Ճիշտ է, 100%-անոց մեր բոլոր կարիքները չի հոգացվում, բայց մեծ մասը, օրինակ ես Վարչով եմ ապրում, սա ձայնագրությունից ես կհանեմ, սա ձեզ եմ ասում, հա, որպես
իմ քույր եղբայրներ։ Ես վարձով եմ ապրում, իմ տան վարձը կարողանում է տալ եկեղեցին։ Եվ սա ինձ համար մեծ մտահոգությունից ազատվել է։ Ես այդ ժամերը դնում եմ խոսքն ուսումնասիրելու, որ ես երբ որ Կիրակի գամ փոխանցելու բան ունենամ։ Այսինքն այս նույն համակարգն է, նույն սկզբունքն է, որ այստեղ աշխատում է։ Եղբայրները եկան եւ Պողոսը ամբողջությամբ տրվեց քարոզչությանը։ Նայեք Կորինթացիս 9-րդ գլուխ 13-14-ին, որտեղ Պողոսը խոսում է քարոզչի ծառայության սկզբունքների եւ իրավունքների մասին։ Սա կարեւոր է։ Կարգերի մասին։ Եվ ցանկանում է հասկացնել, որ Աստված կարգել է այնպես, որ ծառայողները իրավունք ունեն ապրուստի միջոց ակնկալելու իրենց ծառայության դիմաց։ Առաջին Կորինթացիս 9:13-14։ Չգիտեք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից էլ սնվում են։ Իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։ Տեսեք, նույն կերպ էլ, այսինքն այն տրամաբանությունը, որ գործում էր 5 տակարանում, այդ իմաստով, նույն կերպ էլ Տերը հրաման տվեց, փաստորեն սա խնդրանք չէ, հրաման է։ Հրաման տվեց ավետարանը քարոզողներին ավետարանից ապրել։ Պարզ է, չէ՞ կարծեմ։ Տերն այսպես է կարգել եւ որքան էլ իսկական եւ հոգեվոր հովիվների համար դժվար է, սիրելիներ, այդ թվում ինձ համար շատ դժվար էր մեր համայնքում խոսել։ Ձեզ մոտ ավելի հեշտ է, բայց մեր համայնքում դժվար էր, որովհետեւ հովիվը միշտ մտածում է, կարող է դիմացինը իմ հավատարմությունը կասկածի տակ դնել։ Մտածել, որ ես ֆինանսի համար եմ սա ասում։ Սա սկզբունք է, որը սահմանել է Տերը։ Հրաման է տվել ավետարանը քարոզողներին ավետարանից ապրել։ Շեղան ու Տիմոթեոսը սա հստակ հասկացել էին։ Փիլիպպեի եկեղեցին հասկացել էր, Մակեդոնիայի եկեղեցիներից որոշները հասկացել էին եւ անում էին այդպես։ Դրա համար էլ երբ գումարները բերեցին, Պողոսը ամբողջ ժամանակով կարողացավ տրվել քարոզչությանը։ Հետագայում կորինթացիներն էլ սովորեցին ու ունեցան հոժարություն տալու կարիքի մեջ եղողին այլ եկեղեցիների համար, ինչ որ Պողոսն ասում էր ուրիշներին կողոպտեցի, բերեցի ձեզ տվեցի, բայց Պողոսը միևնույն է իրենցից չվերցրեց։ Ես չգիտեմ, բայց ենթադրում եմ ըստ Պողոսի խոսքերի այնքան ակնհայտ երևի ինդիմությունները լսել իր հասցեին, որ իր հավատարմությունը կասկածի տակ են դնում, մտածել էր, որ ես երբեք չեմ վերցնի։ Երբեք, որ չլինի մեկը մտածի, որ ես հիմա ծառայում եմ, որ ես ամսվավերջ գումար ստանամ։ Դա հովի համար շատ ծանր է։ Եվ հովիվ էլ չէ, թե դուք էլ ձեզ պատկերացնեք վերցնողի դերում ու մտածեք, որ դիմացինը գուցե ձեր հավատարմությունը, ձեր մոտիվները, ձեր շարժառիթները կասկածի տակ դնում, կասեք իսեր Աստծո, ավելի լավ է գնամ միտեղ աշխատեմ, համատեղեմ իմ ծառայության հետ, քան ես վերցնեմ։ Բայց Աստծո եկեղեցում պետք է լինի այսպես։ Բոլորը պետք է իրենց կարողություններով ծառայեն, գիտակցելով, որ երեցի նվիրվածությանը մեծապես նպաստում է իր ազատությունը։ Եթե եղբայրներիս էլ հարցնեմ, վստահ եմ, չհարցնեմ էլ, ես վստահ եմ, որ իրենց կյանքում էլ այդ, բոլորի կյանքում է այդպես։ Համար սա կարևոր է։ Պողոսը ուրիշ եկեղեցիներին օգնեց կորինթացիների նվիրատվությամբ, բայց չվերցրեց, բայց այդպես պետք է չլինի։ Ճիշտ է, սուտ քարոզիչների եւ որովայնի համար ապրողների պատճառով լուրջ խնդիրներ կա այսօր Քրիստոսի եկեղեցում։ Խախտվում է մարդկանց հոգեվոր մտածելակերպը, բայց մենք պետք է շարունակենք սովորեցնել Աստծո խոսքը, ինչպես որ կա։ Գաղատացիս 6:6 խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բաներին, բարի բաներին մասնակից անի։ Չգիտեմ ձեզնից ովքեր են ճանաչում Ջոն Մակարթուրին։ Հա, ճանաչում եք։ Ինձ համար մեր դարի Սփերջինն է ինքը, ինձ համար։ Կարող եք դուք ձեզ համար գնահատել։ Ես շատ եմ ափսոսում, որ երբ Միացյալ Նահանգներում է իրեն չտեսա, իր մահվանից հետո այնտեղ եղա, բայց ինքը այն ծառաներից է Աստծո, ում աշխատանքը որ մի քիչ մոտիկից տեսնեք, այնտեղ հերվից մի փոքր տպավորություն է, մի քիչ չափազանցնում են երևի իր մասին շատ են խոսում, բայց մի քիչ մոտից որ ծանոթանաք, տեսնեք դեր ինչպես է իրեն օգտագործում եւ օգտագործում իր աշխատությունները մինչեւ այսօր շատ շատերի համար։ Տեսեք նա սրա վերաբերյալ ինչ է գրում։ Ասում է այս Գաղատացիս 6:6-ի մասին, ասում է թեև այս արտահայտությունը կարող է նյութական իմաստ ունենալ, որ աշակերտը իր ուսուցչին թող ամեն բարի բանին մասնակից անի, կարող է նյութական իմաստ ունենալ, համատեքստից պարզ է դառնում, որ Պողոսը խոսում է
խոսքում պարունակվող հոգևոր եւ բարոյական արժեքների մասին, որոնցում երկուսն էլ կան։ Այսինքն եւ հոգևոր իր օրհնությունները, իր առաջընթացները պետք է բաժներցի, որտեղ այդ հովիվը այդքան ժամանակ է դնում իր վրա, սովորեցնում է իրեն իր հոգևոր հաղթանակների համար եւ նաեւ նյութականը երկուսն էլ բոլոր դեպքերում։ Առաջին Տիմոթեոս 5:17-18 այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են, ուշադրի լսեք, քարոզով եւ վարդապետությամբ։ Որովհետեւ գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի կապիր, մշակը արժանի է իր վարձքին»։ Այս կրկնակի պատիվ արտահայտության մասին չգիտեմ ինչ գիտեք, բայց իմաստը հետեւյալն է. ովքեր որ իրենց գործը մեծ ջանքերով են անում, իրենք արժանի են իրենց համայնքի կողմից ավելի մեծ գնահատանքի։ Սա կրկնակի վարձքի միայն ֆինանսի մասին չէ։ Ովքեր տքնում են քարոզով եւ վարդապետությամբ, համայնքը պետք է գնահատի դա, քաջալերի դա։ Եվ այս արտահայտությունը չի նշանակում, թե նրանք պետք է կրկնակի ուղղակի վարձատրեն նրան, մյուսների համեմատ, ավել։ Այլ քանի որ նրանք արժանի են պատվի, նրանց վարձատրությունը պետք է լինի ավելի առատաձեռն։ Եվ այս համարում հատկապես բառը նշանակում է հիմնականում, մասնավորապես։ Եվ դրա համար, երբ որ տեսնում եք հովիվները տքնում են, աշխատում են քարոզով եւ վարդապետությամբ, իրենք արժանի են իրենց վարձքին, իրենք եթե ուսուցման մեջ են։ Մի խոսքով ֆինանսական համակարգը, որովհետեւ շատ այս կետին չկենտրոնանանք, թեպետ սրա մասին է ֆինանսը եկավ եւ ամբողջ ժամանակով տրվեց, Քրիստոսի եկեղեցում կան, հիշեք, կարգեր, սկզբունքներ, կանոններ եւ երբ եկեղեցին այդպես է վարվում, Տերը օրհնում է ծառայությունը ամեն կողմից։ Եվ մարդիկ իրենց կարողությամբ են ծառայում, եւ երեստները ազատվելով առօրյա հոգսերից ավելի նվիրվում են, տրվում են ծառայությանը։ Եվ համարում վերջին հարցը, որն է Պողոսի քարոզի բովանդակությունը։ Տեսեք, լավ ազատվեց, ծառայություն աշխատանքից ազատվեց, տրվեց քարոզին, ինչ է անում։ Որն է քարոզի բովանդակությունը կամ ով է քարոզի կենտրոնը։ Նա ում մասին է նման ողջավորությամբ քարոզում։ Իհարկե Հիսուսի, այո։ Հիսուսն է նա քարոզի առարկան, կենտրոնը եւ ինչպես նա է գրում Կորինթացիներին ուղված առաջին նամակում, իր մտադրության եւ վերաբերմունքի մասին ասում է, ես երբ որ եկա ձեզ մոտ մտադրվել էի բացի խաչյալ Քրիստոսից ուրիշ ոչինչ չխոսել։ Ուրիշ խոսքով ինձ ոչինչ ես աշխարհաքաղաքական հարցերով չեմ զբաղվում։ Ձեզ հետ զրույցներ չեմ անելու դրա մասին։ Ես առիթը օգտագործում եմ խաչյալ, հարուցյալ Քրիստոսի մասին խոսելու։ Դրա համար սա թող լինի կողմնորոշիչ, սիրելիներ։ Մեզ կույր նվիրատվություններ պետք չէ անել, ոչ դուք, ոչ ես։ Եթե տեսնում եք մարդը ամեն ինչից խոսում է բացի Քրիստոսից, ուրեմն այդ մարդուն կարիք էլ չկա վարձատրելու։ Սա այն մարդկանց մասին, ովքեր տքնում են խոսքով վարդապետությամբ եւ տրված են քարոզին, քարոզի բովանդակությունն էլ Քրիստոսն է։ Դրա համար սա ոչ թե Պողոսի միայն մտադրություն, այլ նաեւ մեր մտադրությունը պետք է լինի։ Հարց. արդյոք Աստծո եկեղեցիների քարոզիչները, սիրելիներ, տրված են Հիսուսին քարոզելու գործին։ Թե որևէ այլ բանով կամ անձով են զբաղված, կամ քարոզում են մեկ այլ թեմա, եթե տրված են Հիսուսին քարոզելուն, ապա ինչպես է Հիսուսի եկեղեցիներում կիրառվում ֆինանսի վերաբերյալ սկզբունքները։ Գիտեք, սա դարձել է շատ վախենալու թեմա, բայց սա սովորական թեմա պետք է լինի Աստծո եկեղեցում։ Ճիշտ կարգերով, սկզբունքներով պետք է խոսվի եւ յուրաքանչյուրը պետք է իմանա ինչպես իր ֆինանսները տնտեսել, ինչպես նյութականը ծառայեցնել հավիտենականին։ Կոչ բոլորիս, սիրելիներ, եկեք շարունակենք հավատարիմ լինել մեր պարգևի եւ ծառայության մեջ։ Շարունակեք ձեր նյութական միջոցներից Տիրոջ առաջ լավագույնը բերել, որ քարոզիչները կարողանան տրվել ամբողջությամբ ծառայությանը։ Մի կետ էլ սրա մասին ասեմ ու ավարտեմ այս կետը, մյուսին անցնենք։ Շատ ցավով եմ ասում, բայց գիտեք, շատ ու շատ անորակ պատգամների պատճառն ինչն է։ Որտեղ մարդիկ զբաղված են ամեն ինչով բացի խոսք պատրաստելուց։ Իսկ ինչու չեն պատրաստում։ Խոսքս հավատարիմների մասին է, որովհետև աշխատում են։ Օրը 8 ժամ, 10 ժամ աշխատում են, մտային այս ծանրաբեռնվածությունը միայն փորձողները կարող են իմանալ ինչ է սա։ Մի նախադասություն ասելու համար դու որքան պետք է պատրաստվես։
Եվ մարդիկ եթե բողոքում են, մենք անորակ падգամներ ենք լսում, շատ լավ, իսկ դու քո ֆունկցիան անում ես եկեղեցում։ Իսկ դու քո լավագույն կերպով ծառայում ես, որ կարողանա այդ երեցը տրվել քարոզին, տրվել քարոզչությանը ամբողջությամբ։ Սա մեղադրանք չէ ոչ մի կողմից, սա պարզապես վերականգնում է այն ճիշտ իմաստը, ինչպես որ պետք է լինի Սուրբ Գրքում։ Դա մեկս մեր դերի եւ պատասխանատվության մեջ կարող ենք լինել հավատարիմ։ Այսպեսով Տերը ծառայության առաջընթացի համար տվեց նվիրվածություն, տվեց նվիրված երեցներ եւ օգնականներ։ Ասեմ, որ մեծ օրհնություն է նվիրված երեց ունենալը, երեցներ ունենալը։ Շատ աղոթեք ձեր երեցների համար եւ ընդհանրապես բոլոր նվիրված երեցների համար, ովքեր նվիրված են ոչ թե ֆինանսին, այլ քարոզին։ Դրանք տարբեր են։ Նվիրված երեցները օրհնություն են։ Սա առաջին։ Երկրորդ, ինչ կերպով է Տերը առաջընթաց տալիս ծառայությանը։ Ուրեմն առաջընթացի համար պետք է ազատել երեցների, որպեսզի տրվեն ամբողջությամբ ծառայությանը։ Երկրորդ, ծառայության առաջընթաց է տալիս նաև ծառայության ուղղության փոփոխությամբ։ Ծառայության ուղղության փոփոխությամբ։ Նայեք 6 եւ 7-րդ համարներին եւ ամրագոտիները այս կետում գցեք։ Ձեր ուշադրության լավագույն մասը խնդրում եմ այստեղ։ Նայեք 6-7-ին, բայց քանի որ նրանք ընդդիմանում էին, Պողոսը քարոզում էր, ընդդիմանում էին ու հայհոյում, Պողոսը հագուստները թափ տվեց եւ նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը, ես անմեղ եմ, այսուհետև ես հեթանոսների մոտ եմ գնում»։ Եվ այդտեղից ելավ, մտավ մեկի տունը, որի անունը Տիտոս Հուստոս էր, մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ Այս համարներից պարզ է դառնում, որ ծառայության վայրը, ուղղությունը կամ լսարանի փոխվելը անհաջողության նշան չեղավ, այլ դարձավ հնարավորություն նոր ուղղություն վերցնելու համար։ Պողոսը մեծ եռանդով, փաստարկներով քարոզում էր հրեաներին, որ Հիսուսը Քրիստոսն է, բայց ցավոք կրկին հանդիպում է ընդդիմության։ Եվ այն էլ շատ սուր, ցավոտ եւ վարկաբեկող ընդդիմության։ Համարում ասում է, որ ոչ միայն ընդդիմանում են, այլ հայհոյում։ Տեսնում եք, ընդդիմություն եւ հայհոյել։ Սա պայքար է, որտեղ մարդիկ ձեռք են տալիս, որպեսզի կանխեն իրենց ուղված գործողությունները կամ իրենց ուղված գաղափարները, այսինքն ամեն կերպով, ամեն պատրվակ փնտրում են, որ ճշմարտությանը դեմ կանգնեն, որպեսզի չընդունեն դրանք։ Գիտեք, երբ այս նկարագրությունները տեսնում ենք Պողոսի կամ մեկ ուրիշի կյանքում, այն թեթև է գուցե թվում, բայց երբ Պողոսի տեղում դու ես եւ քարոզում ես այն էլ հрьяաներին, ազգակիցներն են իր սիրտը որքան է ցավում հрьяաների համար, սա մեծ ցավ է, երբ որ դու հանդիպում ես նման ընդդիմության, նույնիսկ անարգանքի, այն հոգեպես ճնշում ու թուլացնում է, բայց փառք Տիրոջը, որ շարունակում է Պողոսը եւ Տերը քաջալերում է, որպեսզի նա կանգ չառնի եւ շարունակի ծառայությունը։ Նաեւ ասում է հայհոյում էին։ Բլասֆեմեո բառն է հունարեն, որը նշանակում է անարգել։ Հայհոյել բառը Աստվածաշնչում հանդիպել եք, որ ոչ միայն հայհոյանքի իմաստով է ժամանակակից ընկալմամբ, երբ մենք խոսում ենք, այլ ուրիշ իմաստ ունի։ Նշանակում է հեղինակությունը վիրավորել, կամ լուրերով կամ խոսքերով չարախոսել, զրպարտել։ Բառի հիմքում ընկած է անունը կամ հեղինակությունը վնասելու փորձ։ Այն նշանակում է հարվածել մեկի բարի համբավին կամ հանդիմանել կոպիտ ու վիրավորական ձևով։ Խոսքը ում մասին էր քարոզվում։ Հիսուսի։ Եվ Հիսուսի հեղինակությունը փորձում են դնել կասկածի տակ եւ վարկաբեկել։ Եվ հայհոյանքը սա է, աստվածանարգություն, դա անպատշաճ, անհարգալի վերաբերմունքն ու խոսքերն են։ Տվյալ դեպքում Հիսուսի աստվածության մերժումը։ Նրանք ավետարանի առնչությամբ առարկություն չունեին։ Ինտելեկտուալ մակարդակում Պողոսի հետ չէին կարողանում վիճել։ Ինչ անեն, ստիպված պետք է դիմեն հայհոյանքի մեթոդին։ Եթե նկատել եք, նույնիսկ բանավեճերի մեջ մարդիկ, ովքեր չեն կարողանում ինտելեկտով հաղթել, իրանք սկսում են դիմացինին վիրավորել, անարգել, որովհետև արդեն իրենց զենքերը ամբողջությամբ սպառվել է։ Նույնն է նաև հիմա, մարդիկ բանական փաստերով չեն կարողանում խոսել, ապացուցել կամ հիմնավորել, մեզ ասում են առավելագույնը, սխալ ասացի, նվազագույնը աղանդավոր, նվազագույնը։ Ինչու ես աղանդավոր ասում, արի խոսենք, արի հասկանանք ինչու եմ աղանդավոր, արի տեսնենք ով է աղանդավոր։ Դա համար խորտ օտար բան մի համարեք, նույնիսկ երբ ձեր ընտանիքի անդամները կամ հարազատները նման դրսևորում ունենան ձեր նկատմամբ։ Ճիշտ է, նման դեպքերի հնարավորությունը չի նշանակում իմաստուն եւ համբերատար չլինել,
չգնահատել ունեցած կապերը, այլ նշանակում է չբացառել նման զարգացումները։ Կարող է լինել։ Հիշում եք Հիսուսն ասաց, ես չեկա խաղաղություն բերելու, այլ սուր, բաժանում։ Մի ընտանիքում դա կարող է լինել։ Ինչ է անում Պողոսը, նայեք, նա չի շարունակում համոզել նրանց, խնդրել, աղաչել կամ սակարկումների գնալ, նա պարզապես կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում է նրանց վրա։ Նայեք 6-րդ համարին, հագուստները թափ տվեց, ասաց ձեր արյունը, ձեր գլուխը ես անմեղ եմ։ Պողոսը մեղադրում է իր լսարանին եւ նրանց անհավատության մերժման ողջ պատասխանատվությունը դնում նրանց ուսերին։ Պողոսը այստեղ եւ սիմվոլիկ ժեստով, եւ խոսքով, եւ կատարած քայլերով ցույց է տալիս մեղադրանք նրանց նկատմամբ։ Տեսեք, նախ ասում է, նախ արարքով է ցույց տալիս իր ասելիքը, հետո խոսքով ու վերջում գործով։ Երբ ընդդիմանում հայհոյում են, ասում է թափ է տալիս իր հագուստները։ Ինչ է սա նշանակում։ Հանդիպել եք Սուրբ Գրքում այս ձևակերպմանը, թափ տալ հագուստները։ Այս արտահայտությունը հանդիպում ենք 5 տակարանի երկու հիմնական պատկերների մեջ։ Հագուստի թափ տալը դատաստանի արարք էր, որն ասում էր դուք հնարավորություն ունեցաք, բայց այն անցավ հիմա ձեզնից։ Դա նման է այն իրավիճակին, երբ մենք կարող ենք ասել, որ մենք լվանում ենք մեր ձեռքերը։ Նեհեմիան էլ նման մի ժեստ արեց, 5-րդ գլուխ 13-րդ համարում, ասում է, եւ ես թափ տվեցի իմ հագուստը եւ ասացի. Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի։ Եվ նա այսպես թափ տված եւ դատարկ լինի։ Եվ ամբողջ ժողովուրդն ասաց. ամեն եւ օրհնեցին Տիրոջը եւ ժողովուրդն այդպես վարվեց։ Ճգնաժամ էր Նեհեմիայի ժամանակաշրջանում, Երուսաղեմում սով էր, աղքատություն էր, հարուստ հրեաները օգտվելով առիթից բարձր տոկոսներով պարտք էին տալիս եղբայրներին, հետո խլում էին հողերը, երբ որ չէին կարողանում վճարել, խլում էին հողերը։ Եվ Նեհեմիան ասում է, որ այս ժեստով ցույց է տալիս, եթե դուք շարունակեք այսպես վարվել, ժեստով ցույց է տալիս աստվածային դատաստանը։ Աստված էլ այսպես թափ է տալու ձեզ ձեր ունեցվածքից, ձեր ձեռքից է խլելու դա։ Այս գործողությունը Նեհեմիայի պարագայում նշանակում էր դատարկություն, ով խաբում է Աստծուն, կմնա դատարկաձեռն։ Եվ Պողոս առաքյալը կարճ ասած ասում է, որ սա անեծքի խորհրդանիշ է կարծես, որը հռչակում է ինքը հրեաների վրա։ Նույնը Հիսուսն է ասում, տեսեք Մատթեոս 10:14-ում, իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր ասած խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թափ տվեք։ Դա վկայություն է իրենց դեմ։ Սա լսարանին ուղղված մեղադրանք էր եւ սրանով ողջ բեռը պատասխանատվությունը մնում էր լսողների վրա։ Նույնն անում են ավետարանիչները եւ Գործք 13-ում եւ շատ այլ տեղերում նույն ժեստերն են իրենք անում։ Մի խոսքով սա դիմացինին մեղադրելու եւ իր անհավատության պատասխանատվությունը իր ուսերին դնելու ժեստ է։ Եթե նկատել եք այս գլխում նախասահմանության եւ ընտրության նախախնամության վարդապետությունը շատ է։ Օրինակ հենց 9-10-րդ համարներում ակնհայտ երևում է նախասահմանության վարդապետությունը, երբ Աստված ասում է, ես այս քաղաքում շատ ժողովուրդ ունեմ։ Պատկերացնում եք, այդ ժողովուրդը նույնիսկ իրենք չգիտեն դեռևս, որ իրենք պետք է փրկվեն։ Բայց Աստված նախապես խոսում է դեռևս չփրկված ժողովրդի մասին, ասելով, որ ես ունեմ։ Հետևաբար Պողոս դու գնա քարոզի։ Օրինակ, հենց 10-ը եւ ուրիշ համարներ էլ կան, եւ այս նախասահմանության փաստի ֆոնին հարց է առաջանում, խնդրում եմ, սա ուշադիր լսեք, այն ամրագոտիները, որ ասացի, այս կետին է վերաբերվում։ Նախասահմանության փաստի ֆոնին ինչպես է պետք նայել մարդկանց անհավատությանը, երբ իրենք մերժում են ավետարանը։ Սա չափազանց կարևոր հարց է յուրաքանչյուր հավատացյալի համար, մասնավորապես ավետարանիչների։ Գիտեք, նախասահմանությանը հավատալը, խնդրում եմ, շատ ուշադիր։ Նախասահմանությանը հավատալը չի հակասում այն բանին, որ անհավատին պետք է մեղադրել իր անհավատության համար։ Եվս մեկ անգամ ասեմ։ Նախասահմանությանը հավատալը, որ Աստված ունի ժողովուրդ, չի վերացնում այն պատասխանատվությունը, որ ով մերժում է, դու իրեն պետք է մեղադրես։ Պողոսը գիտի, որ Աստված ունի ժողովուրդ, բայց երբ մերժում են, ինքը պատասխանատվությունում վրա է դնում։ Չի ասում, օրինակ, դուք մերժում եք, որովհետև դուք նախասահմանված չեք։ Տենց բան չի ասում։ Ասում է դուք պատասխանատու եք ձեր մերժման համար։
Դա նշանակում է, որ մեր աստվածաբանությունը պետք է լինի հստակ։ Այսինքն, եթե ես հավատում եմ նախասահմանությանը, դա չի նշանակում, որ մերժողին պիտի ասեմ Աստված է մեղավոր, որ դու չես հավատում։ Մեղքը քո վիզ է։ Ես անմեղ եմ։ Պողոսն ասում է, ես պատասխանատու եմ քարոզելու համար, ես դա անում եմ։ Դա նշանակում է, հիշեք, սա չափազանց կարևոր է։ Եթե դուք հավատում եք, որ Աստված ունի ժողովուրդ, դա լավ է, բայց դա չի վերացնում պատասխանատվությունը, որ երբ մերժում են, ասեք դու ես մեղավոր դրա համար։ Ահա առողջ եւ հավասարակշռված մոտեցումը առաքյալների։ Դա շատ հաճախ ովքեր որ հավատում են նախասահմանությանը, մարդիկ ասում են դուք ծայրահեղական եք, դուք չեք հասկանում։ Շատ լավ, եթե մենք ծայրահեղական լինեինք, մենք կասեինք դուք չեք հավատում, դրա համար մեղավոր է Աստված։ Բայց մենք այդպեսի բան չենք ասում։ Մենք ասում ենք դուք չեք հավատում, դուք եք մեղավոր։ Հա։ Բայց Տերը ունի ժողովուրդ, մենք հավատում ենք նաև դրան։ Սուրբ Գիրքը դա է։ Եվ մենք չենք փորձում այս երկուսը մի պարզ ու տրամաբանական սկզբունքի մեջ տեղավորել։ Մենք լինում ենք հավատարիմ, ինչպես որ առաքյալներն էին անում։ Մերժում ես, պատասխանատու ես, հավատում եմ, որ Տերը ունի ժողովուրդ։ Ես գնացի առաջ, ես անում եմ իմ պատասխանատվությունը։ Մի առարկություն եմ ձեզ համար ուզում կարդալ։ Մեր եկեղեցում, երբ որ ես սա քարոզում էի, ավելի երկար ժամանակ տրամադրեցի, ձեզ հիմնական էությունը ասացի, որպեսզի շատ չծանրաբեռնեմ, միայն մի առարկություն եմ ուզում բերել այս կետի վերաբերյալ, որ մարդիկ սովորաբար բերում են, եւ դրա հիմնական պատասխանը տալ, որ երբ որ դուք նախասահմանության մասին լսեք, տեսնեք, հիշեք Պողոսին։ Ես չեմ մեջբերում որևէ մեկի ասած, ասում եմ Պողոսին տեսեք, ինչպես էր նա վարվում։ Մարդ, ով գիտեր նախասահմանության մասին եւ պատասխանատվությունը դնում էր մերժողի վրա։ Առարկություն բերողները մարդիկ ասում են, որ դա արդար չի լինի, փաստորեն, եթե Աստված ունի ժողովուրդ այնտեղ, նրանք ասում են ընտրության վարդապետությունը նշանակում է, որ անհավատները երբեք հնարավորություն չեն ունեցել հավատալու։ Մի անգամ էլ, հա, ձեզ չեմ ուզում ծանրաբեռնել, բայց կարևոր է սա, թեմայի մեջ է, հա։ Ասում են, առարկում են մարդիկ, ասում են ընտրության վարդապետություն, այսինքն եթե դու հավատում ես ընտրության վարդապետություն, Աստված ունի ժողովուրդ։ Նշանակում է, որ անհավատները երբեք ուրեմն հնարավորություն չեն ունեցել հավատալու։ Իրենք այսպես են ասում։ Այս առարկությունը նշանակում է, որ եթե Աստված հավերժությունից ի վեր որոշել է, որ որոշ մարդիկ չեն հավատա, ապա նրանք երբեք իրական հնարավորություն չեն ունեցել հավատալու։ Այսպես են մեկնաբանում, առարկում են, ասում են դուք այդպես եք հավատում։ Ուրիշ խոսքով Պողոսին կասեն դու այդպես ես հավատում։ Արդյոք սա ճիշտ է։ Նախ մենք պետք է նշենք, որ Աստվածաշունչը սա հիշեք, թույլ չի տալիս մեզ ասել, որ անհավատները հնարավորություն չեն ունեցել հավատալու։ Թույլ չի տալիս Սուրբ Գիրքը նման բան ասելու։ Ավելին ասեմ, ինչու թույլ չի տալիս, որովհետև պատասխանատվություն դնում է իրենց ուսերի։ Դա նշանակում է, որ Աստված իրենց տվել է պոտենցիալ հնարավորություն լսելու ավետարանը եւ հնազանդվելու դրան։ Ուրեմն, մեր եզրակացությունը այսպեսին չի, որ եթե հավատում ենք ընտրությանը, ուրեմն ասում ենք, որ Աստված չի տվել նրանց հնարավորություն հավատալու։ Ոչ, մենք ասում ենք, մենք հավատում ենք նախասահմանությանը, եւ Տերը տվել է հավատալու հնարավորություն, նրանք մերժում են պատասխանատվությունը իրենց ուսերին է։ Հուսամ չծանրաբեռնեցի աստվածաբանական տերմին, բայց իմաստը սա է։ Տեսեք, Պողոսը դա է անում։ Նա հավատում է նախասահմանությանը, բայց պատասխանատվությունը դնում է նրանց ուսերին, ասում է դուք եք մեղավոր։ Այ ինքը ծայրահեղական կլներ, եթե ասեր դուք չեք հավատում, գիտեք, որովհետև մենք հավատում ենք նախասահմանությանը։ Ինքը նման բան չի ասում։ Երկու օրինակ եւ անցնեմ առաջ։ Հիսուսը ասում է. պատասխանատվությունը, որ թողնում է չհավատացողները, Մատթեոս 23:37, քանի անգամ ուզեցի հավաքել քո որդիներին եւ դուք չկամեցաք։ Այդպես չի ասում։ Կրկին Հիսուսն ասում է իրեն մերժող հրեաներին, Հովհաննես 5:40, դուք չեք ուզում գալ ինձ մոտ, որպեսզի կյանք ունենաք։ Հիսուսը չի ասում, որովհետեւ դուք չեք գալիս, որովհետեւ նախասահմանված չեք։ Նման բան չի ասում։ Ու վրա է թողնում պատասխանատվությունը։ Մերժողի։ Ուրեմն սիրելիներ, մենք էլ եկեք որդեգրենք հենց այն մոտեցումը, ինչ որ անում էր Պողոսը եւ ինչ որ անում էր Հիսուսը։ Հավատա նախասահմանությանը, բայց ողջ պատասխանատվությունը մերժողի իր ուսերին։ Դա Սուրբ Գիրքն է ասում։
Պողոսը մեղադրում է նրանց, դնելով իրենց մերժման ողջ պատասխանատվությունը իրենց վրա, հետո փոխում է իր ուղղությունը, գնալով դեպի հեթանոսները։ Չնայած որ Պողոսը հենց հեթանոսների առաքյալ էր կարգված, բայց նա չէր դադարում հրեաներին վկայելուց։ Հիշում եք Հռոմեացությունը ասում է ես ամեն բան անում եմ, որ իմ ազգակիցներից ոմանց փրկեմ։ Չէր դադարում, բայց դարձի չի եկել, անհատներ դարձի են գալիս, բայց էթնիկ առումով Իսրայելը դարձի չի եկել։ Այսպիսով հրեաների մերժումը առիթ է հանդիսանում, որ Պողոսը փոխի քարոզելու ուղղությունը եւ գնա հեթանոսներին։ Ինչպես 16-րդ գլխում Տերը արգելքներով Մակեդոնիա առաջնորդեց, Սուրբ Հոգու արգելքներով, հիմա հրեաների մերժմամբ առաջնորդում է այլ ուղղությամբ դեպի հեթանոսներին։ Դրա համար այստեղից մի կարևոր սկզբունք հիշեք, սիրելիներ։ Արգելքները միջոց են առաջնորդության համար։ Արգելքները նրա համար չեն, որ մենք ասենք կարող է մեղքի մեջ ենք, կարող է եկեղեցին առաջ չի կարողանում գնալ։ Արգելքը միջոց է առաջնորդության։ 16-րդ գլխում Սուրբ Հոգին 2 անգամ արգելեց նրանց առաջընթացը, նպատակ ունենալով երրորդ դռնով առաջնորդելու։ Դա նշանակում է, որ ծառայության առաջընթաց տալու համար ոչ միայն նվիրված երեսներ են պետք, այլ այս նվիրված երեսները կարող է արգելքների հանդիպեն, բայց դա չի նշանակում, որ Տերը դադարեց առաջնորդել։ Դա նշանակում է փոխում է ուղղությունը։ Նա կարող է այս քաղաքում չի ուզում քարոզել, պետք է գնաս այն քաղաք։ Այս վայրում չի ուզում գնա այն վայր, բայց քո ծառայությունը չի դադարում։ Դրա համար հիշեք, Տերը առաջնորդում է նաև արգելքներով։ Մի միտքեր կա, չեմ կարող չասել։ Ասում է ձեր արյունը ձեր գլուխը, չէ, ոչ միայն հագուստ է թափ տալիս, ասում է ձեր արյունը ձեր գլուխը։ Սա նշանակում է, որ ասում է դուք եք կրում պատասխանատվություն մեկ ուրիշի մահվան համար, եթե դու քո պատասխանատվությունը չանես։ Օրինակ Եզեկիելում, տեսեք, ես շատ հատվածներ կա, մեկն եմ պարզապես կարդում։ 3:17-ում այսպես է գրված. Մարդու որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա։ Երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրու իմ կողմից։ Երբ ես ամբարշտին ասեմ անպատճառ պիտի մեռնես, դու նրան չզգուշացնես եւ չխոսես ամբարշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի։ Այն ամբարիշտը իր անօրենության պատճառով կմեռնի, ուշադրես եք, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։ Պողոս այստեղ ասում է ես անմեղ եմ։ Ես իմ գործն արել եմ։ Դուք մնում եք պատասխանատու, ձեր արյունը ձեր գլուխը, եւ ինչպես հрьяաները ասացին, թող նրա արյունը մեր գլխին լինի, այդպես էլ եղավ։ Դրա համար այս աստվածաբանական խրթին հարցերը, սիրելիներ, հստակ Սուրբ Գիրքը մեկնաբանում է։ Դու պատասխանատու ես ավետարանը փոխանցելու համար։ Աստված պատասխանատու է իր ժողովրդին փրկելու համար։ Փրկության համար սահմանված է ավետարանը։ Դու արա քո գործը, մերժողի վրա թողի պատասխանատվությունը փրկվողի համար փառքը տուր Տիրոջը։ Մեթյուերին ասում է քրիստոնյաները պարտական են յուրաքանչյուր մարդու փոխանցելու ավետարանը։ Սիրելիներ, ձեր գտնված վայրում, որքան որ Տերը ձեզ առիթներ է տալիս, հիշեք, դա ոչ միայն ցանկության հարց է, ձեր վրա կա պատասխանատվություն, ավետարանով բաժնեկցելու մարդկանց հետ։ Այնպես որ այն իրավիճակները, որ Տերը ստեղծում է, որտեղ պետք է խոսել, մի վախեցեք, խոսեք, որովհետև այդ ավետարանը ոմանց համար կլինի փրկության պատճառ, ոմանց համար կլինի իրավական ապացույց, որպեսզի դատաստանին Տերը ասի, որ դու լսել ես, բայց դու մերժել ես։ Այնպես որ երկու դեպքում էլ դու կարող ես լինել անպարտ, լինես անմեղ, նրանց արյունից։ Պողոսի ձեռքերը մաքուր էին, քանի որ նա հավատարիմ էր եղել ավետարանի պատգամը հռչակելուն։ Հրեաները իրենց սեփական արյունը իրենց գլխին բերեցին, հենց իրենց հայտարարությամբ։ Այստեղ է տեղի ունենում ծառայության ուղղության փոփոխությունը։ Տեսեք 7-րդ համարը, այդտեղից ելավ մտավ մեկի տունը, Պողոսը այս մերժումից հետո, որի անունը Տիտոս Հուստոս էր, մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանի կից էր։ Պատկերացնում եք, այստեղ կռիվ դավի է լինում, այսպես ասած, Պողոսը դուրս է գալիս, պատասխանատվությունը թողնում է իրենց ուսերին, դուրս է գալիս, մտնում է կողքի տուն։
Եվ սա ձեզ համար թող արդեն հող պատրաստի երրորդը հասկանալու համար, որովհետև երկու համայնք իրար կողք իրար մերժող, սա արդեն պոտենցիալ կոնֆլիկտների սկիզբ է։ Եվ պատահական չէ, որ հենց այդ գիշեր հաջորդիվ Տերը Պողոսին գալիս է այցելության։ Մտնում է ժողովարանի կից գրված է, կից մոտ, մեկի տունը։ Եվ ճիշտ ժամանակին Աստված Պողոսի կյանք բերեց եւս մի ընկեր, հեթանոս, աստվածապաշտ Տիտոս Հուստոսին։ Հրեաների հետ բուռն վեճից հետո առաքյալը գնաց նրա տուն, որը հեթանոսությունից հրեության դարձի եկած հուդայականության կողմնակից էր, որը ապրում էր ժողովարանին մոտ։ Ինչ է մեզ ասում Հուստոսի բնակության վայրը։ Ասում է այն, որ շուտով իրենց միջև կամ կզարգանա կոնֆլիկտ, կամ շատերը դարձի կգան։ Երկու հնարավոր դեպքեր կարող են լինել, երկու զարգացումներն էլ կարող են լինել։ Պողոսը շարունակում է իր ծառայությունը եւ քարոզչական գործընթաց իրականացնում է Հուստոսի տանը, բայց շարունակում է ապրել Ակյուղասի եւ Պրիսկիղայի տանը, այսինքն փոխվեց իր ծառայության վայրը, բայց մնաց դեռևս իր բնակության վայրը նույնը։ Աստվածաշնչի որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ այս Հուստոսի լրիվ անունը Գայոս էր, Գայոս Տիտոս, Հուստոս, եւ որ նա Հռոմեացիս 16:23-ում նշված Գայոսն է, ով հյուրընկալել է իրեն։ Պողոսը Գայոս անունը հիշատակում է հենց Կորինթացիս նամակում ու հենց մկրտության թեմայով։ Տեսեք, ասում է. «Գոհություն եմ հայտնում Աստծուն, որ ես ձեզնից ոչ մեկին չեմ մկրտել, բացի Կրիսպոսից ու Գայոսից»։ Կրիսպոսն ով էր, որ դարձի եկավ նոր ժողովարանի ղեկավարը։ Այո, ղեկավարը դարձի եկավ մկրտել է եւ սա էլ կից ապրող Գայոս Հուստոսը, որ միանում է թիմին։ Պողոսը հեռացավ ժողովարանից, սկսեց Տիտոս Հուստոսի տունը օգտագործել որպես իր քարոզչության վայր, ժողովարանի կից։ Մի խոսքով, հուդայականության կողքը ձևավորվում է քրիստոնեական համայնք եւ պետք է շուտով զորանա։ Այսպեսով Պողոսի կողմից սա ավետարանչության ուղղության փոփոխություն է։ Դրա համար սիրելիներ, հիշեք, Տերը ծառայությանը տալիս է առաջընթաց, նաեւ փոխելով ծառայության ուղղությունը։ Ավետարանչական ուղղությունը փոխելու համար նշան է ծառայում ավետարանի շարունակական մերժումները։ Այսինքն, երբ դուք մտածեք, երբ է պետք փոխել ուղղությունը, Պողոսը փոխեց այն ժամանակ, երբ ընդդիմությունները հասան այն մակարդակի, որ անհամատեղելի էր իրենց հետ մեկտեղ լինելը։ Եվ սա ծառայեց որպես նշան փոխելու ուղղությունը։ Սա ցույց է տալիս, որ ընդդիմությունները ոչ թե կասեցնում են, խնդրում ուշադիր լսեք, ավետարանի երթը, այլ ուղղորդում են հաջորդ կանգառ, որտեղ Տերը ունի ժողովուրդ։ Եվ սրա մասին դուք հենց Գործք 16-ից կարող եք հիշել, որ Սուրբ Հոգին արգելելով առաջնորդում է իր ուզած ուղղությունը։ Այսպիսով, մենք պետք է հետևենք Տիրոջ առաջնորդությանը, քանի որ ապագա փրկյալների տեղը միայն նա գիտի։ Այսինքն կապելով 9-րդ, 10-րդ համարների հետ, որ Տերը ժողովուրդ ունի ներողություն, նա փոխում է հիմա ուղղությունը։ Դա նշանակում է, որ նա ուղղորդում է դեպի այնտեղ, որտեղ կան փրկյալներ։ Դրա համար, երբ մենք կապվում ենք միտեղ ծառայության եւ այդտեղ անհաջողություններ են լինում, դա անհաջողություն չէ, դա ուղղորդում է դեպի այն վայր, որտեղ Տերն ուզում է։ Դրա համար մենք կարող ենք չառաջնորդվել կամ չազդվել այն ստրատեգիաներով, որ ասում են, որտեղ նպատակ դրեցիր, պետք է այդտեղ եկեղեցի։ Ով է ասել, ես չգիտեմ փրկյալների տեղը։ Ես ոչ թե Աստծուն պետք է կանչեմ, որ հովանավորի իմ ծրագրերը, այլ ես պետք է հետևեմ նրա ծրագրին։ Նա գիտի որտեղ են փրկյալները։ Դրա համար շատ զգուշ պետք է լինենք, առաքյալների նման, նրանք չգիտեն որտեղ են, նրանք քարոզում են, մեկ այս դուռն են ծեծում, մեկ այս դուռը, բացող չկա, բացում են, հետ են ուղարկում, գնում են այլ ուղղությամբ, բայց վերջիվերջո իրենք հասկանում են, որ արգելքը առաջնորդության միջոց է։ Դրա համար հիշեք, որ արդյունավետությունը իր մեջ ներառում է ուղղության փոփոխություն նաև։ Եվ դրա համար օրինակ եմ ասում։ Գուցե ձեր համայնքում չլինի, մեր համայնքում չլինի, բայց հիշեք, կարող է Տերը մի օր ուզի, որ դուք այլ շենքում հավաքվեք։ Ինչ իմանամ։ Բայց եթե նման կարգավիճակ, օր, իրավիճակ գա, երբեք չմտածեք, Տերը ինչ է ուզում անում, կարող է մեղք է իմ գործել։ Տերը կարող է ուզում է ընդլայնել հնարավորությունները։ Տերը կարող է ուզում է 2 եկեղեցի հիմնվի այս տարածքում, կարող է ուզում է 4 եկեղեցի հիմնվի։ Դրա համար հիշեք, երբ մենք ապրում ենք Տիրոջ համար, ուղղության փոփոխությունները վստահենք իրեն։ Կմերժեն, կգնանք առաջ, կմերժեն, կգնանք առաջ, այնպես որ
ոչ մի արգելք չեն կասեցնելու ավետարանի երթը, այլ դրանք ուղղորդելու են դեպի հաջորդ կանգար։ Աստծո իմաստությունը կառավարման Պողոս առաքյալը գրելու ընթացքում Հռոմեացիս նամակը այնքան է պատկերացնում, սկսում պատկերացնել, որ իր ուղեղը նույնիսկ սկսում է չհասկանալ։ Եվ վերջում ինչ է գրում 11:33-ում ասում է իմիջիայլոց սա գրում է այն համատեքստում, երբ նա մտածում է ինչպես է Աստված Իսրայելի անկումը օգտագործում հեթանոսների փրկության համար, ինչպես պետք է հեթանոսների փրկությամբ գրգռի հрьяաներին, որպեսզի սրանց դարձի բերի, ինչպես է նա երկուսին պարփակել անհավատության մեջ, որ երկուսին էլ ողորմի, այս ստրատեգիական պլանը մտորումները ունենալուց հետո գրում է. Ով Աստծո մեծության, իմաստության եւ գիտության խորություն, ինչքան անզննելի են նրա դատաստանները եւ անզննելի նրա ճանապարհները, ով Տիրոջ միտքը իմացավ, կամ ով նրան խորհրդատու եղավ, կամ նրան ով նախապես մի բան տվեց, որպեսզի դրա հատուցումը նրանից ստանա, որովհետեւ նրանից, նրանով ու նրա համար ամեն բան, նրան փառք հավիտյան։ Դուք պատկերացնում եք Աստված մարդկության պատմությունը այնպես է առաջնորդում, որ իր փրկյալներին հավաքի տարբեր տեղերից եւ դա անում է ծառայության ուղղությունները փոխելով։ Հնազանդվեք դրան։ Ժողովուրդ ունի, ուր որ տանում է, գնացեք։ Եվ ուղղության փոփոխությունները նկատեք որպես առաջընթացի հերթական մի քայլ։ Հարց եւ մոտենանք ավարտին։ Գիտեք ինչ դեր ունի ձեր քարոզչության մերժվելը։ Կարծում եք, որ դրանով կան կառնի ավետարանի տարածումը։ Իհարկե ոչ, այլ կշարժվի այլ ուղղությամբ, թողնելով պատասխանատու բոլոր մերժողներին։ Դրա համար մենք շարունակենք կատարել մեր պատասխանատվությունը Աստծո առաջ եւ շարունակենք քարոզել ավետարանը, իսկ մերժողներին էլ նկատենք որպես առիթ առաջ շարժվելու համար, որպեսզի հասնենք նրանց, ովքեր դեռևս սպասում են ավետարանի լուրին։ Վերջին երրորդ եւ ավարտենք։ Ինչպես է Տերը քաջալերում շարունակելու ծառայությունը։ Աստենք տալիս է առաջընթաց ծառայությանը, տալով նվիրված երեցներ, տալով ծառայության ուղղության փոփոխություն եւ վերջինը տալով նորադարձներ։ Նայեք 8-րդ համարին եւ ավարտենք։ Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ ընտանիքով հավատաց Տիրոջը։ Կորինթացիներից շատերը նույնպես նրան լսելով հավատացին ու մկրտվեցին։ Համարում տեսնում ենք մարդկանց դարձի գալը, դարձ, որը ճշմարիտ էր, քանի որ ուղղված է ներողություն Տիրոջը, ոչ թե այլ բանի, հավատացին Տիրոջը։ Ովքեր են նրանք։ Կրիսպոս անունով ժողովապետը, ոչ միայն ինքը, այլ նաև ամբողջ ընտանիքը։ Այս պատկերը հաճախ են գործքում տեսնում ինքը եւ ընտանիքը։ Պատճառներից մեկը նաև այն է, որ հայրը ազդեցություն ուներ ընտանիքի վրա եւ ամենայն հավանականությամբ իր կամ Պողոսի մյուսների քարոզչությամբ ընտանիքը եւս դարձի է եկել։ Նաև տեսնում են կորինթացիներից շատերը նույնպես Պողոսի քարոզը լսելով հավատացին եւ մկրտվեցին։ Եվ տեսնում ենք այս համարում, որ Տերը ծառայություն շարունակելու համար նաև առաջընթաց տվեց տալով պտուղներ։ Վերջիվերջո ծառայության առաջընթացը ինչով է ամփոփվում։ Նորադարձներով։ Չէ՞ որ այդքան ծառայություն արվում է, երեսները նվիրված ծառայում են, մարդիկ իրենց լավագույնն են բերում, արգելքներ են լինում, հայհոյանք են լինում, ծառայության ուղղությունը փոխվում է, բայց արդյունքում լինում են փրկյալներ։ Ահա Աստված ինչպես է ծառայության առաջընթաց տալիս։ Եվ նորադարձները կարծես մի տեսակ ծառայության համար հարցատրություն լինեն, քաջալերանք լինեն բոլորի համար։ Ինչպես է որ քարոզենք, ոչ մեկ դարձի չկա, Աստված մեկ-մեկ թույլ է տալիս, որ կան նորադարձներ, մենք տեսնենք, որովհետև այդ նույն ավետարանը, որ քարոզում էր այն ժամանակ, հիմա էլ է փոխում մարդկանց սրտերը, մարդկանց կյանքերը, եւ սա մեծ քաջալերանք է։ Մեծուհերին գրում է, որքան փառահեղ է ավետարանը, երբ այն ընդունվում է եկեղեցու եւ պետության կառավարիչների եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Քրիստոսի համար է գրում։ Եվ որքան աններելի է հрьяաների համար շարունակել հակադրվել եւ ծաղրել ավետարանը, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց ժողովարանի կառավարիչը, որը ենթադրաբար գերազանցում էր իր գիտելիքներով մյուսներին, հրեական հավատքի հանդեպ եռանդով մարդեր ընդունեց, բայց իրենք ոչ։ Պատկերացնում եք, սովորաբար մարդիկ իրենց վերադասներին հետևում են։ Այստեղ կառավարիչը ընդունում է, որ ինտելեկտով իրենցից ավելի բարձր է, բայց իրենք ոչ։
Սա եւ քաջալերությունը Պողոս առաքյալի համար եւ մեծ առաջընթաց նրա ծառայության շարունակության համար, քանի որ հենց նոր հրեական համայնքի նախկին կառավարչին իր ողջ ընտանիքով Պողոս առաքյալը ընդունում է Տիրոջ եկեղեցի։ Մի կետ ասեմ եւ կիրառական մի քանի քայլեր կարդանք, որովհետեւ 4-րդ մասը չենք անցնելու այսօր։ Ես ուզում եմ դա դուք տեսնեք։ 12-ից 18-րդ համարում, երբ Պողոսի դատավարությունն է արդեն Գաղիոնի առջև, 17-րդ համարում ասում է, որ հույները, երբ որ Գաղիոնը իրենց վտարում է, վռնդում է դատարանից դուրս, հույները 17-րդ համարում ասում է Սոսթենես ժողովրդապետին բռնեցին ու ծեծում էին։ Սոսթենես ժողովրդապետ, բա Կրիսպոսը չէր։ Կրիսպոսը դարձի էր եկել, միացել էր ժողովարանին քրիստոնեական կամ քրիստոնեական համայնքին։ Հիմա իրենք չունեն էլ ժողովրդապետ, նոր մեկին են ընդունել։ Եվ այս մեկով գնացել են դատարան։ Եվ հիմա էլ Տերը իրենց էլ է ամոթով թողում։ Այսինքն դուք տեսնում եք, նույնիսկ ավետարանը գրավում է բարձրաստիճան պաշտոնյաների մինչև։ Եվ սա մեծ առաջընթաց է, մեծ պտուղ է, որ Տերը տալիս է ծառայությանը։ Հիմա մի քանի գործնական քայլեր էլ դասեր վերցնենք եւ ավարտենք։ Կարող ենք փոխել մի քանի գործնական քայլեր, այստեղ պետք է լինի։ Ես չեմ հետևում սլայդին, դուք կարող եք հետևել, ես ընթերցեմ։ Փոխեք։ Հա, այս չգիտեմ ինչու է, այսպես լինում, բայց փաստորեն դասերը կարմիրով են չեն երևում, չգիտեմ ինչու։ Լավ, լսեք ինձ, ինչև է։ Նույնն է ընթերցելու։ Առաջին, սիրելի երեցներ, ծառայության շարունակության համար տրվեք քարոզին ամբողջությամբ։ Նվիրվեք եւ նվիրված եղեք ձեր ծառայությանը, կյանքի բոլոր պայմաններում, աշխատանքի հետ համատեղելով կամ ամբողջ ժամանակով։ Քրիստոսի եկեղեցու սիրելի եւ թանկագին անդամներ, ձեր բոլոր կարողություններով նպաստեք, որպեսզի երեցները կարողանան ամբողջ ժամանակով տրվել ավետարանի քարոզչությանը։ Ցույց տվեք եւ բարոյական աջակցություն, եւ ֆիզիկապես մի լուծ վերցրեք, որ նրանք ավելի շատ ժամանակ ունենալով տրվեն քարոզչությանը եւ աղոթքին, որ այն ամբիոններից, որից որ դուք, ես եւ բոլորս սնվում ենք, լինի Աստծո խոսք, ոչ թե մարդու խոսք։ Եթե ունեք աշխատանք եւ վաստակում եք, ըստ Աստծո դրած կարգերի նվիրաբերեք ծառայության համար, քանի որ դրանք նպաստում են ծառայության շարունակության համար։ Իսկ ծառայության շարունակությունը սիրելիներ նրա համար է, որ լսեն Աստծո ժողովուրդը եւ դարձի գա, չէ՞ որ Տերը դեռևս ունի փրկյալներ։ Եվ եթե չլինեին այդ փրկյալները, իմացեք, այս աշխարհը չէր պահպանվի։ Եվ երեցները եւ անդամները թող շարունակեն իրենց ծառայությունը ըստ Աստծո տված կոչումների եւ ըստ դրված կարգերի։ Սա կօգնի մարմնի համաչափ աճին եւ ընթացքին։ Երկրորդ, մի հուսահատվեք մերժումներից, քանի որ դրանք կարևոր նպատակներ են իրականացնում։ Մերժումները ավետարանը փոխանցեք բոլորին, սա յուրաքանչյուր քրիստոնյայի պատասխանատվությունն է Տիրոջ առաջ։ Եթե դուք նույնիսկ ասեք, ես քարոզիչ չեմ, ես այս կամ այն ծառայության մեջ չեմ, հիշեք, բոլոր քրիստոնյաներին տրված է ավետարանը քարոզելու, փոխանցելու պատասխանատվությունը։ Քո կողքիններին դու պետք է փոխանցես։ Նվազագույնը դու պետք է կարողանաս ասել մարդն ինչպես է փրկվում։ Նվազագույնը դու դա պետք է կարողանաս ասել։ Մի վախեցեք լսարանների փոփոխվելուց, քանի որ այդպիսով Տերը ուղղորդում է ավետարանը դեպի իր ժողովուրդը, այլ վայրեր, որտեղ որ սպասում են փրկության բարելուրին։ Սովորեք աստվածաբանություն, որպեսզի ճիշտ արձագանքեք մարդկանց մերժումներին եւ նրանց հավատի դրսևորումներին։ Մերժումների դեպքում մեղադրեք իրենց, որովհետև Սուրբ Գիրքն է մեղադրում, հավատալու համար փառավորեք Աստծուն, իր շնորհքի համար։ Եվ վերջին երրորդ. ուրախացեք Աստծո տված պտուղներով եւ քաջալերվեք, քանի որ դա Տիրոջ ներկայության եւ աշխատանքի տեսանելի արդյունք է։ Քաջալերվեք այն հավատացյալներով, ովքեր ոչ միայն հավատում են խոսքով, այլ գործով էլ հնազանդվում են Հիսուսին մկրտվելով, ինչպես այստեղ Կրիսպոսը մկրտվեց իր ընտանիքով։ Եթե Տերը մեզ քաջալերում է մեր ծառայությանը առաջընթաց տալով, ապա եկեք ամբողջ ուժով շարունակենք ծառայել հանուն ավետարանի տարածման, չէ՞ որ եթե այս կյանքը դեռ շարունակվում է հենց ընտրյալների համար։ Եվ հիշեք գլխավոր միտքը, Տերը քաջալերում է ծառայությունը շարունակել, որպեսզի իր ժողովուրդը
ունենա հնարավորություն լսելով ճշմարիտ ավետարանը ունենա փրկություն։ Այսքանը Տերը օրհնի բոլորիդ, թող ինքը փառավորվի իր եկեղեցու մեջ եւ քարոզչության մեջ իր գործերի մեջ։ Խնդրեմ եղբայրս։